Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ և ագընտիրներ, Վանաձայն են ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը գայցել է վերաբադվելի Պոլ Հայդոստյանին։ Անհայտ գործվածներու ծնողները փողոքի ցույցով դեղեցություն կպահանջեն։ Մագի փորձագետները գասկածի տակ կտնեն սրբազան բայկարի դադական հետապնդումը։ Դավիթ Մանուկյան Ադրբեջանի փանդեն գտիմե վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Համահոմենթմենական Կարոս Չագան առաջին համակումարը իր աշխատանքները կշարունակե Երևանի մեջ։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեն ներկայացնող պատվիրակությունը կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանի գլխավորությամբ երեքշաբթի 21 հուլիս 2026-ին այցելեց Հայ ավետարանական եկեղեցիներու համաշխարհային խորհրդի եւ Հայգազյան համալսարանի նախագահ վերաբատվելի դոկտոր Պոլ Հայդոստյանի։ Պատվիրակությունը առաջին հերթին շնորհավորեց Հայաստանյան ավետարանական եկեղեցի հիմնադրության 180-ամյակը վերառնելով անոր ազգային բազմակողմանի թերակատարությունը։ Դեսակցության ընթացքին քննարկումի առանց քանտիսացան Լիբանանի եւ հայության թիմակրաված տագնապներն ու մարտահրավերները։ Պատվիրակությունը ներկայացուց Լիբանանահայության ընկերային, տնտեսական, գրթական, առողջապահական եւ քաղաքական խնդիրները համախումբ ճիկերով եւ մեկդեղված կարողականություններով թիմակրավելու կենտրոնական կոմիտեի իքորձ դրած չանքերը։ Նաև բարձր քննադեց վերաբադվելի Հայդոստյանի գլխավորած գարույցներուն ունեցած մեծ ներդրումը։ Վերաբադվելի Հայդոստյան ներկայացուց հոգևոր, գրթական եւ ազգային մարզերում մեջ իր կորզունեության ընդմեջ են նկատված երևույթները եւ ախտաջանաչումները, ջիկերու եւ ուժերու համախմբումի չանքերը ողջունելով։ Դեսակցությունը եզրափակվեցավ շարունակական խորհրդակցության եւ գործակցության վաղուց տեղի ունեցած հարաբերությունները շարունակելու հաստատումով։ 20 հուլիսին Գարաբարության շենքին թիմած փողոքի ցույց մգադարեցին անհայտ գործվածներուն հարազատները։ Անոնց բանջը մեկ էր հրաբարագել բادرազմի հանգամանքները քննող հանձնաժողովին ամբողջական զեկույցը եւ բացահայտել դեղի ունեցածը կամ որևէ դեղեցություն ստանալ իրենց հարազատներուն մասին։ Անոնք նշեցին, որ Գարաբարության մեկ շաբաթ ժամանակ պիտի դան եւ եթե մինչեւ հարաճիգա երկու շաբթի նորություն չփոխանցեն, երկու շաբթի կամ երեք շաբթի պիտի հավաքվին եւ սպիտակ դրոշով պիտի երթան Հագարի գամուրջ բանակցելու։ Իր հարազատին մասին երկար ադենե որևէ լուրջ ունեցողներեն մեկը նշեց. Հանձնվելու չենք երթար, գերտանք ամեն ինչ քննարկելու եւ բանակցելու։ Մենք մեզի կվստահենք, անոնց չենք վստահիր, ոչ ալ կհավատանք։ Իր զավգին մասին դեղեցություն բանջող մայրը ասավ. Այս աստեցության տակ ինալ չէ, այլ բահանջ է։ Մենք մեր զավակները գուզենք, մենք այստեղ գումարով չենք եկած։ Հայտնենք, որ Արցախյան 44 օրյա պատերազմին անհայտ գործված զինվորներուն հարազատները Գարաբարության շենքին թիմած բարբերապար փողոքի ցույց կգադարեն, բահանջելով հրաբարագել պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին զեկույցը։ Ցույցին մասնակիցները գշեշտեն, որ դարիները ի վեր պատասխան կսպասեն, բայց մինչ այսօր հստակ տեղեկություններ չեն ստանար։ Մագի մարդու իրավունքներու պաշտպանության լիազորություններով կորձող մասնակիցները մտահոգություն կհայտնեն Բագրատ arczepiskopos Կալստանյանի եւ Սրբազան բայկար շարժումի անդամներուն դեմ հարուցված քրեական կորձերուն համար, նշելով, որ ահապեկչական մեղադրանքները, գիրարգված խափանման միջոցները եւ ցուցարարներուն դեմ ուժի կորձածությունը կրնան հագասել Հայաստանի ստանցնած միջազգային բարդավորություններուն։
Պաշտպան Գողմի թիմումին հիման վրա Մագի մարդու իրավունքներու քերակույն հանձնագետարի գրասենյակը Հայաստանի կառավարությանեն բարձապանում պահանջած է 12 հունիս 2024-ին ազգային ժողովի մոտ ոստիկանության գործողություններուն եւ բռնություններուն մասին։ Փորձագետները գնահատեն, որ ուժի օգտագործումը եւ դասնյակ մկաղակացիներով վիրավորվելը գրնան մարդու հիմնարար իրավունքներու խախտում հանդիսանալ, իսկ հարուցված քրեական գործը եւ սրբազան բայկարի անդամներուն հանդեպ գիրարգված սահմանափակումները ընդրված խափանման ոչ բաժաճ միջոցներ։ Փորձագետները նաև մտահոգիչ կնկատեն պաշտոնադարներու բնդումները անոնց մեղադրանքին մասին, ընդգծելով, որ նման մոդեցում գրնա խախտել անմեղության կանխավարգածը։ Երբ անցյալ տարի իրավաբանները հայտնեցին այս գործին մասին, իշխանամետները Բաքրատ arczepiskopos Քալստանյանի եւ անոր առաջնորդած շարժումին մնացյալ կորզոնները ահապեգիչներ կգոչեին։ Մագի մարդու իրավունքներու հանձնագետարի գրասենյակեն այս կրությունը մայիսին ուղարկած են Հայաստանի կառավարության եւ հարցումներ ուղղած են, որ արդյոք իրավաբանները կննած են ուժի գիրարգումի միջադեպը, ինչ եղած են արդյունքները եւ ինչ ըրած են իշխանությունները նման դեպքեր կանխարգելելու համար։ Փորձագետները խնդրած են բացատրել, թե ինչպես մեղադրյալներուն վերակրվող արարքները որակված են ահապեկչություն, երբ միջազգային լավագույն փորձի համաձայն ահապեկչության մեղադրանքները պետք է սահմանափակվին այնպիսի արարքներով, որոնց ընթացքին դիտավոր կերպով մարդիկ սպանված են կամ ծանր վնասներ ստացած։ Այլ խոսքով, ՄԱԳ-ը Հայաստանի կառավարությանեն բարձրապանումներ խնդրած է, իսկ բացի այդ հորդորած է միջոցներու ցերնարգել ենթադրյալ խախտումները վերցնելու եւ անոնց գրգնությունը կանխելու համար։ Նշենք, որ 4 հունիսին Թադարանը որոշեց Պանդարգյալ Բաքրատ arczepiskopos Քալստանյանի 1 տարվան խափանման միջոցը փոխարինել դնային գալանքով։ Պաստապան Սողոյան դիտել գուտա, որ թեև ՄԱԳ-ի փորձագետներուն կրությունը իրավական ուժ չունի եւ Թադարանը դեսագետորեն գրնա արհամարել զայն, սակայն եթե կորձոնը միջազգային ադյաններ հասնի, փորձագետներուն գարձիկը գրնա ունենալ ծանր աստեցություն։ Մարդու իրավունքներու հանձնագետարի եւ հadoop զեկուցողներու գարույցը աշխարհին մեջ ամենեն ծանր գարույցներն մեկն է, որուն որևէ պետություն կամ միջազգային դատարան չի շրջանցել։ Եվ այս փորձագետներուն գարձիկը մեծ աստեցություն ունի թե Եվրոպական դատարանի, թե ՄԱԳ-ի արտարադատության դատարանի եւ թե Հակայի միջազգային քրեական դատարանին համար, ըսավ պաստապանը։ Ներգաթերությամբ այս տադով 18 մեղադրյալներեն ոչ ոք այլևս գալանավայրի մեջ է։ Սրբազանին խափանման միջոցը փոխել է առաջ տադավորը վերջին ամիսներուն մնացյալ մեղադրյալներուն մասին եւս նման որոշումներ տված էր։ Շուրջ 3 տարի կերության մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորական Դավիթ Մանուկյան հորդորած է վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիրքորոշում հայտնելու իրենց առաջադրված այն մեղադրանքին մասին, որոնց համաձայն իբրև թե Հայաստան ձեռագրած եւ նախապատրաստած է 2020-44 օրյա պատերազմը, հագարականոր որ Մանուկյան ներկայացուցած է անհերքելի ապացույցներ եւ փաստեր, որ պատերազմը սանձազերծած է Ադրբեջանը եւ այդ դեղի ունեցած է միջազգային հանրության աչքին առջև։ Նշենք, որ Մանուկյան հերացայնային ուղերձին մեջ Փաշինյանին դիմած է ոչ թե իբրև վարչապետ, այլ իբրև Հայաստանի քաղաքացի։ Որովհետև դուք այդ ժամանակ Հայաստանի վարչապետ եւ միաժամանակ քերակույն հրամանատար եղած եք, գոհորտորեմ հստակորեն ձեր դիրքորոշումը ներկայացնել։ Չարցականքելու բարակային կնշանակե, որ համաձայն եք գեղձ մեղադրանքներուն մեղսագից դարձնելով ոչ միայն ցեզ, այլև ամբողջ հայ ժողովուրդը, նշեց Մանուկյան։ Հայտնենք, որ Մանուկյան կերևարվեցավ 27 սեպտեմբեր 2023-ին։ Այդ օրնան իր գնոջ եւ Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի հետ փորձած էր ինքնաշարժով Հագարի գամուրջը անցնել, սակայն ցերպակալվեցավ սահմանին վրա։ Ադրբեջանական փանդին մեջ շուրջ 3 տարվան կերութենեն յետք առաջին անգամ հղած իր հերացայնային ուղերձին մեջ Մանուկյան Փաշինյանին հարցուց, թե Հայաստան ադրբեջանական փանդերուն մեջ փանդարգված հայերու ղարքավիճակին մասին ինչ դիրքորոշում ունի։ Մարդու իրավունքներու եվրոպական դատարանին մեջ հայ քերիներու շահերու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան նշեց, որ Բաքու ռազմական բոլոր հարձակումներուն ներառյալ 2022-ին Չերմուկ ներխուժման պատասխանատու կնկատե Հայաստանը եւ իր կողմէ սանձազերծած պատերազմներուն մարտահրավերական հետևանքներուն ամբողջ բերը գտնե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերուն անհատական պատասխանատվության բարունակին մեջ։
Սահակյանն նաև նշեց, որ ազերբայջանական հարցակումի եւ նախահարցակ գործողություններու մասին միջազգային զանազան գարյուցներու եւ երկիներու կողմէ կատարված հայտարարությունները կփաստեն, որ հայ քերիներու թեմ հարուցված գործերը եւ դատավճիռները ոչ մեկ կապ ունին արտարադատության հետ, որովհետեւ Բաքու կգեղձե պատմական ճշմարտությունը։ Նշենք, որ հակառակ Հայաստանին ներկայացված բادرազմ զրակրելու մեղադրանքներուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև անցնող 6 տարիներուն քանի անգամ հայտարարած է, որ Բաքու որոշած է ռազմական ուղիով իր տարածքներուն վերադարձի հարցը լուծել ի կորց տնելով երկաթյա բռունցք։ Անցնող օրերուն ալ Մարտակերտի մեջ սպառնաց, որ եթե պետք լա, դարձյալ նույն ոճին պիտի թիմե։ Ադրբեջանական բանդերում մեջ բանդարգված 19 հայ քերիները Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանեն բացի թիմաձեն վերակնիչ դատարան իրենց դեմ դրված վճիրները բողոքարկելով։ Բողոքարկումը, ինչպես նշված է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ցեվական բնույթ կգրե։ Ադրբեջանական արտարադատութենեն անոնք որևէ ակնկալություն չունին, բարձաբես այդ քայլով ջամփա կհարթեն դեպի միջազգային դատարան։ Մարդու իրավունքները ոտնահարումով եւ իր ընտիմախոսները բանդեր նետելու կորզելավոճով Ադրբեջան կմերժե 15 հայ քերիներուն նույնիսկ իրենց դատավճիռները դրամատրել։ Համահոմենտմենական կարոշչական առաջին համակումարը 3 շաբթի 21 հուլիսին Երևանի մեջ իր աշխատանքները շարունակեց 2 նիստով եւ 2 այցելությամբ։ Արաբոդյան համակումարին մասնակիցները այցելեցին Երապելուր եւ ներկա գտնվեցան սկաուտական Արարատյան գարքի 61 մասնակիցներու փողկապներու դվչության։ Երապելուրի սրբոց նահատակած Մադրան մեջ փողկապները օրտնեց Դատիվանքի նախկին բանահայր Մադրան հոգևոր հայր Հովանես Կահանա Հովանեսյան։ Աբա համակումարի մասնակիցներն ու Արարատյան գարքի բարձրաստիճան սկաուտները ուղղվեցան Երապելուրի հուշաբադին մոտ, ուր Հոմենտմենի անունով ծաղկեբսակ մզդեղեց Հոմենտմենի գետրոնական վարչության ադենաբեդ Հակոբ Խաչերյան։ Այս առիթով ներկաներուն գետրոնական վարչության պատգամը փոխանցեց Տալին Օրդողլյան, որ նշեց, թե Երապելուրի մեջ փոխանցվող փողկապները սովորական վզգապներ չեն, այլ անոնց վրա կտեսնվի խրոխտ ու վեհ Արարատին խորհրդապատկերը։ Անտիդել դվա, որ այսուհետև փողկապին արժանացողներուն կմնաճշտել, թե ինչպես պիտի կորձածեն եւ ինչպես պիտի արժևորեն զանոնք աշխատանքով, գեցվածքով, Հոմենտմենի նպատակն ու սկզբունքները անխախտ եւ անգեղծ բահելով։ Այս առիթով սրդի խոսքեր փոխանցեցին Հոմենտմենի գետրոնական վարչության ադենաբեդ Հակոբ Խաչերյան եւ Հովանես Կահանա Հովանեսյան։ Աբա գետրոնական վարչության ներկա 8 անդամները Արարատյանի փողկապները հանձնեցին գարքին արժանացող սկաուտներուն։ Արարատյանի փողկապ մնալ հանձնվեցավ Հովանես Կահանա Հովանեսյանին։ Հնչեց Հոմենտմենի հարաճ նահատակ քայլերքը, որ մեյետ ներկաները ծաղիկներ խոնարեցին հանուն հայության եւ Արցախին զոհված հերոսներու եւ անոնց կարգին Հոմենտմենական նահատակներու շիրիմներուն։ Երապելուրեն վերադառնալով կարոշչական համակումարը հաջորդական 2 նիստով լսեց 2 զեկուցում։ Առաջին նիստին դոկտոր Գևորգ Հակոբյան զեկուցեց Հոմենտմենի կարոշչական ռազմավարությունը հարային գավերու գազմագերբական համագարկն ու կորձելավոճը նյութին շուրջ զեկուցումին հաջորդեց քննարկում։ Երկրորդ նիստին Նշտե Մգրդիչյան եւ Շանտե Միրջյան ներկայացուցին Հոմենտմենի ներկայությունն ու աստեցությունը ընկերային հաղորդակցության ցանցերուն վրա նյութը։ Հաջորդեցին աշխատանքներ։ Համակումարի երկրորդ օրվան 2 նիստերուն միջև հետմիջօրեի ժամի 3-ին մասնակիցները այցելեցին Երգիր մեդիա եւ ցանոթացան 22 տարվան վաստակ եւ հրճակ ունեցող հայրենի լրատվական կենտրոնի պատմության աշխատանքի եղանակին եւ ծրագիրներուն։ Հոմենտմենական այցելուները թիմավորեցին եւ համապատասխան բացատրություններ ներկայացուցին Երգիր մեդիայի երկարամյա աշխատակից Արթուր Մգրչյան եւ Երգիր լրատվական գայքեչի խմբակիր Վահե Սարգսյան։ Հոմենտմենի գետրոնական վարչության կողմէ Երգիր մեդիայի աշխատանքները կնահատող խոսք արտասանեց եւ հadoop հուշանվեր փոխանցեց գետրոնական վարչության անդամ եւ կարոշչական աշխատանքներու պատասխանատու Վիկեն Ավակյան։ Աբա այցելուները շրջեցան գետրոնին զանազան բաժինները, ցանոթացան հերասփռումի նյութերու պատրաստության եւ սփռման զանազան բաժիններուն։ Ավարտին անոնք հadoop փորձառություն ունեցան Երգիր մեդիայի գլխավոր դաղավարին մեջ գարջ դեսանուտ նկարելու։
Օրվան հետ բաժինով այսօր կներկայացնենք հայրենի պաստ տերտի մեկ հոդվածը, որ գխոսի Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականության մասին։ Տերտը գկրե. Պաստորեն Հայաստանի մեջ դեղի կունենա սեփական իրավունքի հոգեհանգստյան արարողություն։ Մենք գաբրինք երկրի մեջ, ուր գրնան անցիմը կմահաճույքով քիշերով մը որոշել, որ ընկերություն մը պետք է բեդության հանցնվի, պետք է անշարժ եւ շարժական քույքեր խլեն եւ այլն։ Ճիշտ է, որ խոսքը Multigrupի սեփականադեր Պարկավաճ Հայաստան գուսակցության ղեկավար Հայաստանի ազգային ողիմյական կոմիտեի նախագահ Փանդարգյալ Քակիկցարուկյանի մասին է։ Բայց այս առաջին դեպքը չէ։ Դարիմ առաջ այս օրերուն նույն Փաշինյանական իշխանությունը գետրոնացած էր Սամուել Ղարաբեդյանեն Հայաստանի էլեկտրական ցանցի ընկերությունը խելելու աշխատանքին վրա։ Անոնք հարցակեցան նաև Ղարաբեդյանի Դաշիր ջաշարանի ցանցին վրա։ Սեփականության իրավունքի վախճանը ցաներ հետևանքներ պիտի ունենա երկրին համար, ինչպես նաև պիտի ազդե երկրի բնակչության եւ ընկերային վիճակին վրա։ Սակայն ափսոս, որ Նիկոլ Փաշինյանի ցերամp երկրին տնտեսությունը եւ գործարարական միջավայրը ցաներ հարվածներ կստանան։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը անցնող 8 տարիներուն տնտեսական մարզեններս վարեց բուլդոզերի քաղաքականություն։ Սակայն այսօր ավելի քան երբեք ավելի բացահայտ եւ առանց ցեվագերբություններու գվարե այդ քաղաքականությունը, առանց սրդիկ ցուցադրելու։ Իսկ այսպես կոչված բռնականցումը ինչ հետևանքներ պիտի ունենա հարց կուտա պաստերտը եւ կպատասխանե։ Առաջին պիտի խախտի Հայաստանի սահմանադրությամբ 10-րդ հոդվածով ամրագրված սեփականության երաշխավորումը եւ սեփականության իրավունքը։ Երկրորդ հիմնովին պիտի խաթարվի երկրին տնտեսական եւ արևդրական միջավայրը։ Նման երկրի մեջ ոչ արդակին, ոչ ալ ներքին ներդրողները պիտի ուզեն աշխատիլ, եթե մեկ օրվան մեջ անցիմը կմահաճույքով գրնա որոշվել, որ իրենց ունեցածը այլևս իրենցը չէ։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայնեն ներգայացուսինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD ինցայնի աղորդաբար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։